Շնորհակալություն մեծարգո նախագահ, պարոն Նահապետյան, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ ձեր կատարած աշխատանքի համար եւ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հաղորդումը ներկայացնելու համար։ Ընդ որում ուզում եմ, որ նկատենք, որ նման զեկույցի քննարկումը ազգային ժողովում մեր կատարած փոփոխության արդյունքն է եւ ըստ էության հարգելի ընդդիմադիր գործընկերներ, մենք ենք այդ հնարավորությունը ձեզ տվել, որ գաք այստեղ եւ անպատեհ մեզ քննադատեք, իհարկե մեծամասամբ ոչ փաստահեն, եւ այս համատեքստում ինձ զարմացրել են մի քանի ելույթներ։ Տիկին Գյուրեղյան, ես իհարկե հասկանում եմ ձեր զարմանք նախընտրական ցուցակի այս մեր գործընթացների նկատմամբ, որովհետեւ ձեզ համար անիրականանալի եւ հերավոր մի երազանք է ժողովրդական մեթոդներով եւ նաեւ պատվիրակների վստահության քվեներով նախընտրական ցուցակ կազմելը եւ ցավոք ձեր երազանքի իրականացման համար հիմքեր ես չեմ տեսնում։ Սակայն շատ զավեշտալի է, որ այսօր դուք երեք պարոն Մինասյանը եկել եք եւ այս ամբիոնից մեր ժողովրդին փորձում եք բացատրել կոռուպցիա եզրույթի ինչ-որ կոննոտացիոն նոր նրբերանգներ, դիտավորյալ մոռանալով կամ դիտավորյալ բաց թողնելով այն փաստը, որ ձեր շնորհիվ է ժողովուրդը ծանոթացել կոռուպցիային։ Եթե ձեր ոճով ասած մինչ քրեի պաշտոնավարումը կոռուպցիան քաոտիկ բնույթ էր կրում, ապա ձեր պաշտոնավարման օրոք արդեն կոռուպցիան համակարգվեց, ինստիտուցիոնալացվեց եւ դարձավ ինստիտուտ։ Դուք տարբեր կոռուպցիոն մեխանիզմներով գողանում եք, խլում եք տարբեր գույքեր, հողատարածքներ, ինչ ամենից կարևորն ընտրողների ձայներ, սակայն գործարքների եւ որոշ ձեր հնարավոր միջոցներով օրինական տեսք եք հաղորդում այդ հանցավոր տարաբնույթ գործարքներին։ Եվ հավատացեք, որ ժողովուրդը շատ լավ գիտի ձեր շնորհիվ ինչ է կոռուպցիան, անգամ ծանոթ է դրա նրբերանգներին, կոնոտացիոն, որովհետեւ դրանց հետևանքները հենց իրենց մաշկի վրա են զգացել տասնամյակներով։ Մարդկանց ձեռքից տներ եք խլում հանրային գերակա շահի անվան տակ, տնեզուրկ եք դարձնում եւ մեր երեխաներից նաեւ մանկություն եք խլել, գունավոր, սիրուն ու անհոգ մանկություն, որովհետեւ այն տարածքները, որտեղ պետք է կառուցվեին մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ, այ հենց այդ տարածքները օտարվում էին սովորաբար ձեզ հետ փոխկապակցված անձանց կողմից եւ տեղում ձեր տները, առևտրի կետերը, ռեստորանները, ձեր հոթել-մոթելներն էին կառուցվում եւ ավելին գործող մանկապարտեզներն էին օտարվում, ինչը օրենքով արգելված էր։ Ընդ որում հիշեցնեմ, որ կրթության ոլորտը սիրելի դաշնակ գործընկերներ հենց ձեր մենաշնորհն է եղել։ Ի դեպ, մի անփոխարինելի, այսպես կրթության նախարար ունենք, որը 5 անգամ նախարար էր նշանակվել ու հիմա էլ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Չէ, տիկին Գալստյան, տիկին Վարդանյան, այդպես է, չէ։ Բնական է, որ կոռուպցիայի ինստիտուցիոնալացումը միգուցե դրա արդյունքում նաև դուք ոչ միայն չեք կառուցում, այլև չեք բարեկարգում արդեն իսկ կառուցված մանկապարտեզները, դպրոցները, փողոցները, չէին լուսավորվում մեր գյուղերը եւ այդպես շարունակ։ Դուք մեզ, մեր երեխաներին անհոգ մանկություն, բարեկարգ միջավայր եք պարտք, որը վերադարձնել փորձելու հնարավորություն երբեք այլևս չեք ունենալու, քանի որ ժողովուրդը թույլ չի տալու։ Թույլ չի տալու, որ անցյալի կոռումպացված ուրվականները խաթարեն խաղաղ, զարգացման բուռն փուլ մտած մեր խոստումնարից ներկան։ Տիկին Գյուրեղյան, հետաքրքիր էր ձեր մեջբերումը Համոսահյանից, ուզում եմ դրանով ձեզ հակադարձել։ Հավքը ձեռքից որ թռավ, էլ հետ չի գալիս։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։